Իր ամենասիրելի խաղալիքն այս մագնիտոֆոնն էր։ Դեռ անգամ խոսել չգիտեր, բայց մագնիտոֆոնով փնտրում ու գտնում էր իր սիրած երգերն ու կատարումները։ Դեռ չգիտեր, որ մի օր այդ մագնիտոֆոնի կողքին իր արդեն հայտնի երգչուհու նկարն է լինելու։ Սոֆի Մխեյան։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, եւ այսօր մենք խոսելու ենք Սոֆի Մխեյանի մասին։ Նա մեր տաղավարում է։ Ողջույն։ Սոֆի, սկսենք մանկությունից, ասում են, որ շատ հավասարակշռված երեխա եք եղել, բայց չարությունները, արտարոց դեպքերը։ Հավասարակշռված եղել եմ, բայց նաև չարաճճի եմ եղել։ Չգիտեմ, թե ով ինչպես է ներկայացրել, բայց կարծում եմ, որ բավական աշխույժ երեխա եմ չարաճճի։ Չարաճճի ավելի աշխույժ, ոչ թե չարաճճի, սիրել եմ խաղալ, սիրել եմ շատ ավելի բակում, այսպես լինել ակտիվ, նույնիսկ խաղերի դեպքում ընտրում էի ամենաակտիվ եւ հնարավոր տարբերակներ, կարծում եմ ամեն ինչ պահպանվել է մինչ օրս, ոչինչ չի փոխվել։ Այս Ֆորտ Բոյարը հիշեցի, այո, ամեն ինչ պահպանվել է։ Ես չեմ ասում։ Դրա համար զգուշացնում եմ։ Ասում եմ, որ փոքր ժամանակ դուք ժլատ եք եղել։ Դա իսկապես այդպես է։ Ժլատ կամ ինչ այո, ինչ իմաստ այդ բառի մեջ։ Ես հիշեցի այն պահը, որ ժլատ, չասեմ ժլատ, բայց շատ այսպես, եթե ինչ-որ մի բան իմն էր, դա իմն էր։ Եվ հիշում եմ ավելի են շոկոլադները, որոնք որ ես ունեի եւ ոչ մեկին չէի տալիս, բայց նաեւ հիշում եմ շատ լավ մի պահ, երբ տարիներ անց չեմ կարող հասակս հստակ նշել, բայց մայրս ասում է քնեցիր, զարթնեցիր ու ուղղակի ամեն ինչ սկսեցիր բաժանել։ Այսինքն մինչև այդ ամեն ինչ պահում էր, իսկ հետո ուղղակի սկսեցիր բոլորին բաժանել, արդեն ասում ենք, չէ, էսա պետք չի տալ, սա պետք չի անել։ Եվ մինչև այսօր։ Դե հիմա ավելի ուշադիր եմ։ Հիմա արդեն հավասարակշռ եմ։ Փորձում եմ հասկանալ ում է պետք տալ ու ումից վերցնել։ Չեմ մտածել այդպիսի բաներ վերցնել, չվերցնել։ Իհարկե, միշտ սիրում եմ շատ ավելի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դիմացինս շատ ավելի լավ զգա, ուրախանա, այսինքն երևի թե ավելի շատ տալ։ Սոֆի, տեսանյութը, որը դիտեցինք սկզբում, ձեզ համար երևի թե կարևոր մագնիտոֆոն տեսակ այնտեղ, հա։ Ճիշտն ասած, ես սպասում էի եւ առաջի հենց նյութը միանգամից այսպես սիրտս թրթիրով լեցվեց, որովհետեւ ես տեսա մագնիտոֆոնը ու հասկացա, որ դուք նկարահանել եք ու արդեն մտքով եւ ամեն ինչով ես եկա այստեղ բավականին sense սպասումներով լի թե ինչ է լինելու հաղորդման ընթացքում։ Այո, ինձ շատ հարազատ մագնիտոֆոն է, որ ես պահպանել եք։ Այո։ Մինչև հիմա կա տատիկիս, պապիկիս, այո, բնակարանում եւ այս մագնիտոֆոնի հետ իսկապես շատ բան է, հիշողություն է պահվում կա ու միացնում լսում էի քանի տարեկան էլի հիշողությունս ես չեմ կարող հիշել, բայց ասում էին ծնողներս, որ ես խոսել դեռ չէի կարողանում, բայց մոտենում էի, ինչպես նկատեցիք, մի քիչ այսպես բավականին հագեցած մեծ մագնիտոֆոն է, կարողանում էր, ասում եմ, միացնել, երգել, հետո անջատել ու շարունակել էլի գործերը տանել։ Մի խոսքով երաժշտությունը կարծես թե ես հիմա առաջարկում եմ լսենք մի մարդու, ով հիշում է Սոֆիին հենց այդ տարիքում, երբ նա առաջին քայլերն էր անում դեպի երաժշտություն եւ ոչ միայն երաժշտություն, այո։ Հա, մի օր եկա տեսա, ես սեղանը այն վաղտ ստեղ էր դրած, նստած գրմա, այն վաղտ Ռուբիկոն մրցույթ էր այդ արարի ինչ, բանի, Վալենտինայի մրցում էր ինչ էր, ասեց ինչ ես գրում, տատի նամակ եմ գրում ասեց, հետո գրեց պրծավ ուղարկեց ու շահել էր, ըտեից դարավ երկչուի, թե չէր գնա, այն շահումը եղավ, նստել էինք ես ու ինքը, տանը մարդ չկար, ես ու ինքն էինք, տատի հենա իմ ծրարը իրան, բոլորի սպիտակ էր, իրանը ռոզի էր, հենա իմ ռոզին վերցրեց, ասման տատի, այդ ժամանակ շահել էր արդեն,
Շատ ուրախանում էր։ Ես մագը ուրեմն ընդեղ է դրած, այս դինամիկները հանում էին ուրիշ տեղ են դնում, որ ձենը բարձր գար։ Ես մինչ ես էլ չէի հասկանում, ասում եմ մի քանդեք։ Հետո տատի մենք կհավաքենք, դե կհավաքեք։ Ինքը միացնում, ինքը անջատում էր, որը ես չէի կարողանում, ինքը անում էր։ Ջարդելու պրոցեսը, որ ասում էի, ախր ջարդում ես, տատի մեծանամ սաղտունը պիտի քանդեմ։ Պիտի քանդես է քանդեմ։ Չէ, հիմա էլ պապի տատի գալու եմ ձեզ մոտ մնամ, բայց չի գալի։ Պաստորեն հենց սկզբից որոշել եք դժվար է հա լինելու հաղորդման ընթացքում։ Չեմ կարծում, բայց Սվետիկ Սիմի Սվետիկս։ Ես իրան այդպես եմ անվանում Սվետլանան տատիկս։ Հաճելի էր։ Եվ երևի թե մի օր մնաք տատիկի մոտ այդ դրվանից հետո։ Իրականում մենք հեռու չենք ապրում, հաճախ եմ այցելում, պարզապես մի շրջան կար, որ դեռ պապիկս կար եւ հաճախ այսպես երեկոյան այցելում էի, հետո ասում եմ դե լավ, այսօր ձեզ մոտ կմնամ։ Հետո այնպես ստացվեց, որ ես ծնողներիս հետ եմ բնակվում, ապրում ու բարբերաբար, եթե ինչ-որ ժամանակ լինում էր, իջնում էի։ Հիմա այս վերջերս տենց արիտ չեմ, չի ստացվել ու որ գնում եմ տատիկ ասում ես ու չես գալիս, այդ Լավներ, համաչացրեց, շատ։ Լավ, գնանք դեպի երաժշտություն կրկին։ Շատերը երգչուհի դառնում են այսօր եւ հետո ստանում են մասնագիտական կրթություն, բայց հիմնականում լինում է նաեւ հակառակը, որն էր ձեր դեպքում։ Իմ դեպքում ամեն ինչ շատ ավելի սկսվեց հենց երաժշտությունից։ Այդ նամակից հետո ինչ եղավ։ Իրականում այդ նամակից առաջ արդեն ես հաճախել եմ երաժշտական դպրոց, ավարտել եմ Սայաթ Նովայան երաժշտական դպրոցը, մինչ այդ նույնիսկ 1 տարվա ուսում եմ ստացել կոնսերվատորիայում եւ ընդհանրապես հայրս շատ էր ուզում, որ ես նվագեի դաշնամուր եւ չէին մտածում, որ պիտի երգեմ։ Եվ այդպես էլ եղավ, այսինքն ձեռքիցս բռնում էին ու տանում էին ինձ երաժշտական այսպես խմբակների երաժշտության դաշնամուրի ավելի հստակ եւ այդպես ստացվեց, որ ես ընդունվեցի Սայաթ Նովայան երաժշտական դպրոց, իմիջիայլոց դրա մասին ասել եմ, այնպես ստացվեց, որ պատմությունը մի քիչ ավելի հետաքրքիր է, ես միանգամից ընդունվեցի 2-րդ դասարան եւ այդտեղից սկսվեց։ Իսկ Ռուբիկոնը դա արդեն պատմություն էր 12-13 տարեկան հասակում, ես մինչև այդ երաժշտական դպրոցը եւ լսեցի Դորեմի մրցույթ փառատոնի մասին, ոչ միայն փառատոնի, այլ Նադեժդա Սարգսյանը ընդունելություն էր կատարում եւ ես չասեմ առաջիններից է, այլ հստակ կարող եմ ասել առաջին 5 հոգու մեջ նաեւ ես էի։ Հայրս պնդեցի, որ անպայման տանի ինձ լսեն, գնացի ու ընդունվեցի արդեն Նադեժդա Սարգսյանի մոտ քոլեջ։ Այդտեղից սկսվեց եւ նրան համահունչ արդեն եղավ այդ նամակը, որը այն ժամանակ էլի շատերին թվում էր, որ ամեն ինչ հատուկ արված է, մտածված, բայց այո, հյուրասենյակից, որ ցույց տվեցիք, որտեղ դրված է մագնիտոֆոնը, գիշերները Ռուբիկոն ծրագիրը 1:30 էր, բավականին ուշ էր։ Հեռարձակվում, Իզան եւ Էրիկն էին վարում, լսեցի այդ հետաքրքիր մրցույթի մասին, ինքս ինձ որոշեցի այդ րոպեին, որ ես հստակ գիտեի, որ ես եմ լինելու հաղթողը։ Ես գրեցի նամակ, շատ հետաքրքիր պատմություն, իմիջիայլոց պատմությունս հորինված էր, հենց դա էլ գնահատվեց եւ ես վերջում իմ նամակի գրել էի, որ ես սա հորինել եմ, պարզապես կուզեի հրաշալի այսպիսի պատմություն ունենալ։ Շահեցի եւ գնացի հանգստանալու Երգի պետական թատրոնի հետ։ Դա էր, այսինքն մրցանակը դա էր։ Այո, Երգի պետական թատրոնի շարմ ընկերության հետ կազմած այսպես հետաքրքիր շաբաթ, ուրբաթ շաբաթ կիրակին անցկացնել Ծաղկաձորում։ Ու այդտեղ հայտնվեցի այսպես
իմ նամակի շնորհիվ, իմ այդ հետաքրքիր Նոր պատմության, այո, նոր աշխարհ, այդ ժամանակ արդեն կար Դորեմին, երաժշտությունը, բայց նաև ծանոթացա Արթուր Գրիգորիչի հետ, ով լսեց, ասացի, որ այսպես երաժշտ։ Մի խոսքով այնքան պատահականություններ են եղել, բայց որ հիմա անգամ պատմես գուցե հավատալու չի։ Այդքան պատահականությունների մեջ մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա։ Ձեր այս ամբողջ պատմության մեջ դուք հիշեցիք ձեր հորը։ Եվ փաստորեն նաև երաժշտություն տանող ճանապարհին ինքը ոչ միայն հավանություն է տվել ձեր որոշմանը, այլև աջակցել է։ Այսինքն ես կարող եմ ասել, որ ձեր կյանքում իսկապես մեծ վճռական դեր է ունեցել ձեր հայրը եւ ինչ է ձեզ համար այդ նրա ներկայությունն ու նրա այդ աջակցությունը։ Ընդհանրապես ես պիտի ասեմ, որ ես երջանիկ եմ, որ ունեմ նման ծնողներ, անկախ երաժշտության կամ անկախ ինձ աջակցելու, այդպիսի ծնողներն իսկապես, ինչպես ասում են, հայրենիք ծնողներին չեն ընտրում, այս դեպքում ես կրկնակի երջանիկ եմ, որ հայ եմ ու ունեմ նման ծնողներ, իսկ հորս ցանկությունը շատ էր, այո, այդ երաժշտության, բայց երևի ինքը չէր էլ պատկերացնում, որ դա ակամա այնքան այսպես կմեծանա, կբերի այստեղ։ Հա, կբերի այստեղ։ Ես շնորհակալ եմ ծնողներիս, հորս այս դեպքում, որ նրանք վստահեցին, հավատացին եւ այսպես ոչ թե շատ ուղիղ իմաստով, բայց բռնեցին ձեռքս ու ասացին քայլիր, եթե դու վստահ ես այս ճանապարհն ես ընտրել, ուրեմն քայլիր, որովհետև զգացին, որ երևի առանց դրա ուղղակի չէի կարող։ Դրա համար շատ շնորհակալ եմ։ Մենք րոպեներ առաջ խոսում ենք, թե ինչքան կարևոր էր դաշնամուրը, դաշնամուրի դասերն էին կարևոր։ Ես առաջարկում եմ դիտել մի տեսանյութ, կտեսնեք երևի թե մի մարդու ում վաղուց չեք տեսել։ Լավ։ Ես Սոֆին շատ վաղուց սկսել եմ դասավանդել դաշնամուր Սայատնովա դպրոցում։ Նամանավանդ առաջի դասարաններում, առաջի, երկրորդ, երրորդ որպես աշակերտ էր իրան զգում եւ ամեն ինչ հարթ գնում էր։ 4-րդ դասարանում հանկարծ դուրս եկան կոտոշներ եւ նա չուզեց շարունակել շատ դժվարությամբ։ Այս հարցում ինձ օգնեց երևի Սոֆիի հայրիկը, որը եթե չեմ լավ հիշում, ինչ որ առնչություն ուներ երաժշտության հետ։ Հետո արդեն 6-րդ դասարանում էլի սկսեցինք հասկանալ իրար եւ ահագին գործ արեցինք եւ նա շատ բարեհաճող ավարտեց։ Ճիշտն ասած, հետո կապը կտրվեց, ես նույնիսկ չգիտեի, որ նա ուսումնարանում սկսեց պարապել եւ հետո արդեն տեսա էկրանի, շատ զարմացա։ Ուղղակի չէի պատկերացնում, որ այդ նա մի քիչ քաշված էր ընդհանրապես որպես երեխա, շատ զարմացա, որտեվ դե այդ ասպարեզում չէի պատկերացնում իրան։ Սոֆի ջան, շատ սիրուն ես, շատ աշխուժ ես, շարունակի այդ քո, ինչ ասեմ, կռիվ չի է, այդ մղումը չկանգնես կատարելագործվելուդ մեջ քո երկելու եւ մասնագիտության արդեն մեջ, էլի չասեմ։ Տիկին Էյրամ ջանը, դժվար է, դժվար։ Փաստորեն քաշված եմ եղել, չգիտեմ, բայց շատ հաճելի էր։ Ես նրան շատ հիշում եմ, դες շնորհակալություն։ Ես չգիտեմ, դժվար է խոսել, որ տեսնում ես, կարևորը Տիկին Էյրամ ջանը շատ նույնն էր, հավատացնում եմ, չի փոխվել, այդքան գեղեցիկ, լավ, առողջություն եւ հնարավորինս երկար մեր կողքին լինեն։ Ես անպայման կգնամ եւ կուղեմ Արդեն երկրորդ այցն է։ Այնտեղ որտեղ դուք եք, նկատի ունեմ շոու բիզնեսը։ Անհնար է առանց ինտրիգների, բամբասանքների
Դուք կարող եք հիշել ամենացնցող լուրը, որ ձեր մասին լսել եք կամ կարդացել։ Գիտեք, սկզբում այդ բոլոր խոսակցությունները իրականում ծիծաղ չէին պարգևում, որովհետև ինչքան էլ դու տարիների կամ ինչ-որ ժամանակահատվածով, հա, որ նայում ես շոու բիզնեսում, պետք է այդ ճանապարհը քեզ կոփում է եւ դու տարիների ընթացքում ես արդեն գուցե այսօր ինչ-որ ինֆորմացիա կամ ինչ-որ բան լսելուց ծիծաղ առաջացնի, բայց առաջ ոչ միայն ինձ համար էր դժվար, կրկնակի նաև ծանր էր, որովհետև ծնողներս էին շատ ավելի այդ ամեն ինչը բուրըն տանում։ Եվ նաև ձեր դեպքում փաստորեն եւ դուք եք հայտնի եւ ձեր հայրը կրկնակի խոցելի է դառնում ընտանիքը, հա։ Միանշանակ։ Ցավալին այն է, որ չճանաչելով են անում դա։ Այսինքն գրում են մի բան, նրանք չեն հասկանում, որ մի պահ ուղակի երևի պիտի ում էլ ասեմ կամ գրեմ, մի պահ մտածեն հետևյալի մասին, որ կարող է իրենց իմ տեղում լիներ, չգիտեմ, իրենց քույրը կամ իրենց մայրը կամ իրենց շատ հարազատ մի մարդու մասին են գրում։ Գուցե դա կանգնեցնի եւ նրանք այդպես չվնասեն։ Լավ բաների մասին խոսենք։ Սոֆի, մրցույթներ, մրցանակներ, որն է հաջորդ քայլը։ Հիմա կարծես թե շոու բիզնեսը մեր այն վիճակում է, որ չես էլ հասկանում ինչ է պետք անել։ Այսինքն մարդիկ անում են իրենք կարծես թե այսպես ասեմ, իրենց համար, իրենց հանդիսատեսի, բայց հետո ինչի համար։ Դժվար բան է, որովհետև հասկանում ես, որ գալիս ես մի կետի եւ հետո չգիտես իսկապես ինչ անել։ Բայց ես դրանով չեմ առաջնորդվում, որովհետև հասկանում եմ, որ միևնույն է, սովորելու տեղ միշտ կա եւ պետք է։ Եվ եթե դու հասկանաս ու մտածես, որ դու արդեն եկել ես եւ ինչ-որ միտեղ հասել ես ու ամեն ինչ կարգին է, այդտեղ ամեն ինչ ավարտվում է։ Դուք ունեք երկրպագուներ բնականաբար։ Ոմանք երբեմն անգամ ակամա կարող են ձեզ ինչ-որ անախուժ վիճակում, հա, հայտնվեցնել։ Դուք ձեզանից անկախ հայտնվում եք մի վիճակում, որ ձերը չէ։ Այ նման դեպքեր եղել են։ Մեծ մասամբ երկրպագուները շատ ավելի ուշադիր են եւ նրանք ամեն ինչ անում են, որ դրա համար երկրպագու են եւ ոչ թե այն ֆեյքերը։ Ոչ այդքան ավելի դրական էմոցիաներով են ապարուրում քեզ, բայց ինչ-որ դեպք հիշում եք այս պահին, չէ՞։ Չուզելով միգուցե։ Դուք ուշադիր եղեք, որովհետև մենք հենց այնպես հարց չենք տալիս։ Ես գիտեմ, բայց ես դժվարանում եմ։ Լավ, մինչև կհիշեք մենք երկրպագուների թեմայով տեսանյութ ունենք, Անի անունով երկրպագուն Ես Անին անպայման ուզում եի մտաբերել, բայց Անին շատ դրական աուրայով եւ ամեն ինչով է ինձ հետ էս բխավ։ Դրա համար ես մի քիչ ավելի բացասական եմ փորձում գտնել, բայց այս դեպքում Անին հասել է նաեւ մեր մեջ ասած։ Դիտենք տեսանյութը։ Սոֆիի հետ շփվելը ինձ համար շատ հաճելի է, որովհետև որ ինքն հետաքրքիր, պարզ ու ուրախ անձնավորություն է։ Կուզեմ պատմեմ մի հատ դեպքի մասին, իմ եւ Սոֆիի առաջին հանդիպման մասին եմ ուզում խոսեմ։ 2008-ի սեպտեմբերին էր, եթե ճիշտ հիշեմ, ես Հայաստանում էի, հեռախոսեցի Սոֆիին ու խնդրեցի, եթե հնարավոր է հանդիպենք, ու շատ զարմանալի ու հետաքրքիր էր ինձ համար, որ ինքն ընդունեց։ Եվ զարմանքս դրանում էր, որ նախ հետ երևի թե 1 կամ 2 անգամ հեռախոսով շփվել էինք իրար հետ ու ես լրիվ անծանոթ անձնավորություն իր համար, բայց դրանով հանդերձ ինքն ընդունեց եւ հանդիպեցինք ու իդեպ ասեմ ինքն շատ ջերմ ու մտերիմ մոտեցավ ինձ եւ դա տպավորվեց իմ մտքի ներսը եւ պատճառ ելա որ ավելի շատ Սոֆիին սիրեմ։ Այո, Անին ով բնակվում է Իսֆահանում եւ գիտեք Անի դեպքում ես շատ էսպես թեկուս հերվից, բայց այդ ջերմությունը շատ զգում էի եւ երևի դա էր, որ երբ նա զանգահարեց, ես
համաձայնեցի, հանդիպեցի եւ եթե կարելի ասել որ անին երկրպագու էր, ապա հաստատ վերածվել է ավելի հարազատ մի մարդու եւ անվանել նրան երկրպագու գուցե ճիշտ է չի լինի։ Այո, որովհետեւ առիթը երբ լինում է, երբ գալիս է Հայաստան, անպայման հանդիպում եմ եւ մենք համենայն դեպս համացանցի միջոցով միշտ կապի մեջ ենք լինում։ Նա շատ ակտիվ է եւ շատ այսպես ջերմ ու բոլոր ինֆորմացիաները, որոնք հայտնվում են համացանցում, շատ ակտիվ հետևում է, ինձ օգնում է։ Մի խոսքով այն բացառիկ դեպքերից է, երբ հասկանում ես, որ երկրպագուն իսկապես դառնում է քեզ հարազատ մի մարդ, ինչի համար շատ ուրախ եմ, շատ հաճելի է, որ կապվել եք Անիի հետ։ Ողջույններս նրան ու լավ է ունենալ այսպիսի երկրպագու։ Լսում էի ձեզ, ինչ որ չափով նաև կենսագրության արդեն նախապես ծանոթ էինք եւ այն տպավորությունը, որ ձեր կյանքում ամեն ինչ շատ հեշտ է ստացվում։ Դուք շատ հաջողակ մարդ եք։ Դա այդպես է, թե դրա ինչ որ մի մասը դուք նաև խաղում եք, ցույց եք տալիս։ Ես ինչպես նշեցի, որ շատ դժվարություններ կան եւ դրանք ես չեմ սիրում էկրանին ցույց տալ, որ ասեմ հեշտ է, էլի կստեմ, շատ խոչընդոտներ կան եւ միշտ ես նույնիսկ հարազատ մարդիկ ընկերներ ովքեր գիտեն, ծիծաղում են, ասում են, մինչև երրորդ անգամից չլինի, չի ստացվի, բայց ամենակարևորը, այսպես ասեմ, ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև հաստատ ստացվում է։ Եվ ստացվում է հրաշալի կերպով, բայց մի քիչ դժվարություններով։ Իսկ եթե կա այդ կարծիքը ձևավորված կամ այդ տեսակը, ես դեմ չեմ։ Ես սիրում եմ լինել շփիտով, տալ այդ էմոցիան ու երևի հենց ուրախ եմ, որ այդպեսին էլ ինձ գալիս է։ Այ ընկերների մասին խոսեցիք, հետաքրքիր է լսել, թե ինչ են այս մասին մտածում ձեր ընկերները։ Սոֆիի հետ աշխատանքային process-ը շատ հետաքրքիր է նրանով, որ 0-ից սկսվում եւ վերջանում է երգը մի օրում, բայց հետո փոփոխությունների է ենթարկվում 6 ամիսների ընթացքում, նորից վերադառնալու համար առաջնային տարբերակին։ Իր տեսահոլովակներին միշտ մի բան լինում է։ Եվ ասենք, եթե, չգիտեմ, պարողը պետք է լիներ իր տեսահոլովակի մեջ որպես դերասան կերպար, անպայման այդ օրը նրան պետք է տանեն բանակ։ Ոչինչ, հետո նա մի կերպ լուծումներ գտնում է, բայց ասենք, ամեն ինչ շատ լավ է, շատ տաք եղանակ է, ամառվա տապն է եւ հենց այդ օրը կլինի անպայման անձրև։ Վաղը պետքա տեսահոլովակ նկարը հանեն այդ երգի վրա, գալիս է որ պետքա վերջին ինչ-որ ուղումները անենք, մեկ էլ լույսերը գնում ամբողջ թաղամասի, կոմպյուտերն է փչանում, ինչ որ չգիտեմ ինչ ա լինում, անհասկանալի ինչ որ, տենց ինչ-որ էներգետիկա կա այդ ամեն ինչի հետ կապված։ Եվ միշտ ամենահասարակ բանը նրա մոտ 3 անգամից նոր ստացվում է։ Կա մի բան, որ նա նյարդայնացնում է Սոֆիի մեջ, դա այն է, որ ինքը գիպերակտիվ է, այսինքն երբ դու հոգնած ես ու դու չես ուզում այլ արդեն ոչինչ անես, ինքը մեկը էներգիա ունի, ինքը մեկը պահանջում է, ինքը մեկը ուզում է ինչ-որ մի բան անի, ինչ-որ մի բան իր հետ իր ասած արի, Էգիբյան, արի մի բան բզբզանք։ Ես ծովափին էի ու մի տեսակ, որ արդեն ալարում էի կամ ինչ-որ բան խնդրեցի Սոֆասի, խնդրում եմ, նայր կգնաս, անգլերեն կասես այսպես, հետո կասես, որ դու այս ռեստորանում ուզում ես այսին ժամի համար ամրագրել 2 հոգու տեղ, հետո նա այդ սա կպատասխանի, դու սա կպատասխանես եւ այդ ամեն ինչը անգլերեն, Սոֆին ասաց, հա բայց դժվար է այդ ամեն ինչը, շատ երկար էր, դժվար կհիշեմ, ասացի, չէ, կհիշես, վստահ եմ, գնա, դիմի ես աղջկան ու նրա հետ այդ հարցերը լուծի։ Սոֆին գնում է ու կարճ ժամանակ անց վերադառնում ամեն ինչ ոնց որ ասել ես, ամեն ինչ արեցի։ Օ, ասում եմ, ինչ լավ է, բայց ոնց բացատրվեցիր։ Դե ասում եմ, ճիշտ ասած, որ վերցրեցի, զանգեցի, պարզվեց, որ այդ մենեջերը ում հետ պիտի խոսեի, ռուսերեն։ Այսինքն նման փոքր հարցերում նա միշտ ունի իր փոքրիկ բախտը, որը իրեն աջակցում է, օգնում է։ Երեք անգամվա պատմությունը փաստորեն հստակ է 3-ը։ Որ հիմա հիշեմ, տենց Բայց հիմա ուրիշ բանի մասին պետք է խոսենք, քանի որ քիչ ժամանակ է մնացել, իսկ առանց անձնականի մասին խոսելու ձեզ բաց չենք թողնի։ Աշխատանք, ընկերներ, հաջողություն, իսկ անձնականը։ Գալիս է ժամանակ, դու հասկանում ես, որ չես երգելու ու ամենակարևոր ու տաք անկյունը, որը պիտի ունենաս, դա ընտանիքն է, որում ես ծնվել եմ, մեծացել եմ, որ ունեմ։ Երբանից եկավ այդ գիտակցությունը։ Ես շատ իրատես, շատ իրական եմ ամեն ինչին, ինչքան էլ փորձում եմ ընկնում եմ ինչ-որ տեղեր, շատ արագ վերադառնում եմ եւ
բավականին շուտ հասկացա այդ ամեն ինչը ու գիտակցեցի, բայց դա մի բանն է անձնական ասվածը, որը որ դու ուղղակի չես կարող որոշես եւ անես։ Իհարկե։ Այսինքն դու մենակ երևի թե էլի երևի սրված, այո, բարձրալին Իսկ պահանջները գնալով շատանում են, ճիշտ գա, թե քչանում։ Գուցե գալիս են, բայց ես չեմ կարծում, որ դա կարող ես քննարկել ու այսպես մտածել, այ ոնց կլիներ, կամ ինչ կլիներ, կամ ինչ լավ կլիներ, այսպես լինի, չէ, որովհետև մարդիկ ուղղակի հանդիպում են, հասկանում են, որ նրանք իրար սիրում են եւ պահն է կամ ժամանակն է, որ նրանք ստեղծեն ընտանիք։ Երևի իմ ժամանակն էլ կգա ու այդ ժամանակ ես անպայման կբարձրաձայնեմ։ Մենք արդեն կամաց-կամաց պետք է ավարտենք, սկսեցինք մանկությունից, գնանք էլի մանկություն, մի հատ էլ տեսանյութ, որ էլի զգացմունքային կդարձնի քեզ երևի, դիտենք, նոր հրաժեշտ կտանք։ Դա 10-ի, 9-ի, 8-ի, 7-ի բեներ, այն կողմում Աներ, մյուս կողմում Գեն, մենք այստեղ ենք սովորել ես ու Սոֆին եւ մեր ամբողջ դասարանը։ Հիմա իհարկե կաբինետ է դարձել քիմիայի։ Սոֆին նստում էր այս թևում, այս կողմում։ Բավականին աշխուժ, կենսախինդ անձնավորություն, բարի, ընկերասեր, չափազանց։ Լավագույն մաղթանքներով ընկեր Թամրազյանը։ Նա ինձ նվիրեց իր երկարանը ձեռքով հավաքած, մինչև հիմա պահել եմ եւ ամեն անգամ բացելիս նորից ջերմանում եմ։ Ջերմանում եմ, երբ նա ելույթ է ունենում։ Ապրում եմ հպարտության զգացում, երբ նրան տեսնում եմ էկրանից։ Սոֆին ինձ հետ է այդ պահին։ Սոֆին, երբ դաս էինք վարում մենք, հայրենասիրությանն էր առնչվում թեման։ Երգը, հայրենասիրական երգը ամենազրունգունը հնչում էր Սոֆիից։ Սոֆին ամենագեղեցիկն էր հնչեցնում, ասեմ նաև շատ գեղեցիկ աչքեր ունի։ Հայեցի աչքերը, աչքերի արտահայտությունը չեմ կարողանում մոռանալ։ Եվ գիտեք, երեխա է, որ մի շարավղով հեռացավ դպրոցից, որ իր հետևից նմանը չունի։ Կարծեմ հենց այստեղ էլ նստում էր Սոֆին, Սոֆիի հետևից նստարանին մենք էինք նստում, ես մյուս ընկերուհուս հետ, Մանեի հետ, այստեղ նստում էր Սոֆին։ Սոֆին այն անձնավորություններից է, որին հիշելի չես կարող չժպտալ։ Սոֆ ջան, ես շատ ուրախ եմ քո բոլոր հաջողություններով, Աստված տա քեզ ամենալավն ու բարին, այնքան պայծառ ես դու, քո պայծառ աչուկները թող միշտ ժպտան քո հանդիսատեսին, այնքան անկեղծ, որքան մեզ են միշտ ժպտացել, քո ընկերուհիներին, ընկերներին, ուսուցիչներին, որոնք շատ սիրով միշտ հիշում են քեզ, միշտ հիշում, միշտ կարոտում։ Էդիտան իմ շատ սիրելի ընկեր Թամրազյանը, ով հրաշալի սովորեցնում էր ինձ շարականներ, շատ դժվար է, շատ դժվար է խոսել, ես այնքան ուրախ եմ, որ նրանք խոսելով իմ մասին, իսկապես ոնց որ ես եմ նրանց ժպտում, նրանք էլ են այդպես ժպտում, չգիտեմ, հաճելի է, մենք պետք է արդեն ավարտենք, հուսով եմ որոշ չափով կարողացանք անդրադառնալ քեզ համար կարևոր թեմաների, հա։ Գիտեք, դուք ամենասկզբից այնպեսի նյութը տատիկիս հետ սկսվեց, որ երևի թե ես արդեն հանձնվեցի։ Ողջ էմոցիոնալ դաշտ ապահովեցինք հետագայում։ Ոչ միայն նույնիսկ ապահովեցիք, այլ մի քիչ էլ տատանեցիք։ Ես հետո չգիտեմ, երևի ձերպես ձեզ հետ միասին նայելու եմ, հասկանամ ինչ եմ խոսել, ինչ եմ ասել։ Ամենակարևորը որ բնական եք։ Շատ լավ, ավարտենք, շնորհակալություն Սոֆի, շնորհակալություն սիրելի հանդիսատես, մեր տաղավարում էր այսօր սիրված երգչուհի Սոֆի Մխեյանը, կհանդիպենք։